Պարոն Հակոբյան, այստեղ եմ, բայց այդքան էլ կարևոր Մի վարքյան դժվարադեր ինչ աղմուկ է, չեմ հասկանում, ինչ աղմուկ է, կխնդրեմ լրություն պահպանեք հարգելի գործընկերներ, պատգամավորը լեզու բերան ունի, ինքը կարա հայտնի, որ ինքը ուզում է գրանցումի, աղմուկ եք սարքում, ապակողմնոշ մեկ թողեք թող հարցը տան, Թադևոս Ավետիսյան համեցեք։ Ժամանակը վերականգնենք խնդրում։ Վերականգնեք խնդրում ժամանակը։ Պարոն Հակոբյան, դուք իրականացրեցիք վերլուծություն կամ ձեր վերլուծությունը այստեղ ներկայացրեցիք պատմա քաղաքագիտական հարցս օրինակ վերաբերում է սրան, այսինքն օրինակ դուք ոնց եք կարծում, կլինեն մարդիկ հայ պատմաբաններ, մշակութային գործիչներ, որոնք օրինակ կարող են հակադրվել ձեր վերլուծությանը, չկիսել, ովքեր կարող են հակադրվել ձեր վերլուծությանը, չկիսել ձեր տեսակետները, բերել իրենց հիմնավորումները, սա հարց մեկ։ Այդ հարցին պատասխանված է անշուշտ։ Երկրորդ, հիմա դուք իմ տպավորությամբ, իմ համեստ տպավորությամբ մի տեսակ ոնց որ օրենքից, գործող կարգից եւ սահմանափակումներից ձեզ փորձեք ավելի վեր դասել, գուցե եւ ունենալով որոշակի առավելություններ, որոշակի նաեւ անցած ճանապարհ եւ այլն։ Բայց դժբախտաբար թե բարեբախտաբար օրենքը աներկբայ է, բոլորը պիտի օրենքի առաջ հավասար լինեն, կարծում եմ այդ տեսակետներ եք կիսում, եւ այնտեղ հստակ գրված է, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ուղղակի անկախ նրանից որքան է իր կարծիքով հիմնավոր թե ոչ, իդեպ այդ կարծիքը նոր ասեցիք, որ ձեր սուբյեկտիվն է եւ կարա վիճարկվի, ինչքան էլ դա իր համար կարևոր է եւ ինքը դա գտնում է, որ պիտի արտահայտի տարբեր ձևերով հանրայնացնի, բայց ինքը ունի այդ սահմանափակումը, գնահատական տալ քաղաքական կուսակցություններին, քաղաքական կուսակցությունների գործունեությանը, գաղափարախոսությանը եւ այլն, սա ուղղակի արգելվում է։ Այսինքն դուք երբ որ տվել եք համաձայնություն այս պաշտոնը զբաղեցնելու եւ մինչեւ հիմա արդյոք դուք ինչ ձևով եք դուք պատկերացնում այդ սահմանափակումը, որը որ պարտադիր ենթակա է կատարման, ձեր դեպքում ոչ թե մշակութային գործիչ որպես կամ պատմաբան կամ ինչպես դուք եք ներկայացնում, այլ կոնկրետ որպես տվյալ պաշտոնը զբաղեցնող անձ։ Հասկանալի է։ Առաջին հարցին ինձ թվում է պատասխանեցի, երկրորդ հարցին էլ պատասխանեմ, որ նորմալ եմ ընդունում, այդպես էլ պետք է լինի, ինչպես որ գրված է։ Հարցն այն է, թե կոռեկտության սահմանները որտեղ են սկսվում եւ վերջանում, եւ թե կոռեկտության զսպվածության հայերեն բառով ասած եզրույթի տակ ով ում վրա ինչ իշխանություն է ուզում բանեցնել։ Ես կարծում եմ, որ կոռեկտության սահմաններից դուրս չեմ եկել, ես ոչ մեկին չեմ վիրավորել, անձնական կամ քաղաքական որևէ ուժի, ես խոսել եմ գաղափարախոսությունների մասին, որոնց մասին խոսել այսօր մեր մտավորականությունը պարտավոր է։ Ես համապատասխան հանձնաժողովի գրությունը մանրամասնորեն կարդացել եմ եւ պատասխանել եմ, ցավում եմ, որ իրենց կայքում տեղադրված չի, պետք է որ տեղադրված լիներ, մեր կայքում տեղադրված է։ Ես չեմ ընդունել իրենց նկատառումների մեծ մասը, բայց վերջում գրել եմ, որ ընդունում եմ ի գիտություն։ Ունեք արձագանք։ Այո, պարոն Հակոբյան, դու ուրեմն այդ վիրավորանք արտահայտել եւ վիրավորանք ստանալ երկու կողմ ունի, վստահ եմ դուք ավելի լավ գիտեք։ Հիմա իլուր ձեզ ասեմ, որ կոնկրետ օրինակ ինձ ձեր արտահայտություններով վիրավորել եք։ Կա այն հիմա ժամանակս քիչ է, առիթ կլինի ես հրապարակային էլ կարտահայտվեմ, կոնկրետ ինձ վիրավորել եք եւ ես հիմա ձեզ իլուր ասում եմ, որ այդ մասին դուք տեղյակ լինեք։ Հիմա երկրորդ կարևոր արձանագրումը։ Տեսեք, կա ինքնավար մարմին, ոչ պակաս կարևոր, քան այն ինքնավար մարմինը, որտեղ դուք պաշտոն եք զբաղեցնում։ Եվ այդ ինքնավար մարմինը պրոֆեսիոնալ կերպով իր սահմանադրական օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում եկել է եզրահանգման մասնագիտական եւ այդ եզրահանգումը քիչ առաջ այստեղ ասեց, որ դուք խախտել եք այդ ձեր
սահմանափակումը դուք խախտել եք։ Հիմա մենք իրար հետ տարբեր կարծիքներ ունենք, բայց ինչպես եք վերաբերվում պրոֆեսիոնալ մարմնի, որպես պրոֆեսիոնալ ինքնավար մարմնի անդամ, մեկ այլ մարմնի տված եզրակացությանը։ Իմ պատասխանը պետք է որ ձեր հացին նախորդ գոհացում տար, ես ուրեմն պրոֆեսիոնալ մարմնի եզրակացությունը մանրամասնորեն կարդացել եմ եւ գրել եմ, որ ընդունում եմ ի գիտությունը։ Շատ բաների հետ համաձայն չեմ։